Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսպես ես դրություն հայկական ճանապարհորդության ղեկավար Նալեկ Մանուկյանը, շնորհակալ եմ պարոն Մանուկյան, մեր հավերն ընդունելու համար, դուք օրս հայտարարեցիք, որ չեք մասնակցելու ընտրություններին, խնդրեմ հիմնավորումները, որովհետև մենք այսօր շատ դժվարությամբ կգտնենք Հայաստանում ուժ, որը այդ ձեր հիմնավորումները բերելով կհրաժարվի ընտրական process-ի մասնակցելուց, կհրաժարվի անվճար եթերներ ստանալուց, հա, մենք տեսնում ենք տասնյակի հասնող ուժեր կան, որոնք ակնհայտորեն չհաղթահարելով 1%-ի անգամ շեմը, ասում են գնում ենք իշխանություն վերցնելու, չգիտեմ, տարբեր հայտարարություններ են անում։ Ինչը ձեզ դրդեց գնալ այդ հայտարարությունը։ Ողջույն ձեզ, իրականում են ի սկզբանե որ քաղաքականություն մտնելով եւ քաղաքական ուժ ստեղծելով ես հայտարարել եմ որ գարնանը մենք վերջնական եթե տեսնենք որ անցող շեմը չենք հաղթահարելու իհարկե չենք մասնակցի եւ ամենագլխավոր պատճառը հենց անցող շեմը չհաղթահարելու իրատես պատկերն էր որը մենք հասկացանք որ չենք հաղթահարելու այսինքն ինքը մասնակցությունը արդեն մնում էր մի քանի պատճառներով որ ես իմ ելույթի ժամանակ ասել եմ եք այդ եթերները օգտագործելը ճանաչելություն ձեռք բերելը որ իրական վատ բան չի Երկրորդը ինչ որ դաշինքի կազմում մասնակցելով որոշակի ինչ որ պաշտոնների կամ մանդատի ակնկալիք ունենալով երկուսն էլ ինչի մեր դեպքում չկիրառվեց որովհետև ես համարեցի քանի որ այս ընտրությունները ես համարում եմ շատ գոյաբանական մեր երկրի համար համարեցի որ իմ տված վնասը ասկան անձնական կուսակցական շահը ստորադասեցի ավելի մեծ ազգային շահից ես համարում եմ որ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելով մեր ազգային շահը ոչ միայն դուժելու է այլ մեր պետության ազգի համար լուրջ վնասներ են կրելու եւ դրա համար ստորադասեցինք ասենք այս դեպքում լինելով նաեւ նորաստեղծ ուժ այս դեպքում մենք կոպիտ ասած մենք չմտնենք պայքարի մեջ եւ Կարող չնչին խնդիրները առաջացնենք, այդ խնդիրները չառաջացնենք, քանի որ նաև անցողիկ շեմը հաղթահարելու ու իրատեսական հիմքեր էլ չկար, այսինքն հիմքեր կար, բայց հնարավորություն չստեղծվեց եւ այդ սոցիալական հարցումներով ամեն ինչով նկատելի էր, որ մենք չենք հաղթահարելու այդ շեմը։ Պարոն Մանուկյան, դուք ինչպիսի տրամադրություններ եք տեսնում իշխանությունները փորձում են ստեղծել տպավորություն, որ իրենք հաղթելու խնդիր չունեն, Նիկոլ Փաշինյանը խոսում է սահմանադրական մեծամասնության մասին, մենք բայց ակնհայտ տեսնում ենք, որ իրենք խնդիր ունեն, հա, իրենք Նիկոլ Փաշինյանը այլևս չի կարողանում փողոց դուրս գալ եւ որևէ կոնֆլիկտային իրավիճակի մեջ չհայտնվել, եթե իհարկե կազմակերպված մարդիկ չեն իր շուրջ բոլորը, հա, սա ինչի մասին է խոսում, իշխանությունը իրականում քրիտիկական նվազ վարկանիշ ունի եւ ընտրական process-ները կարող են ռեալ հաջողություն ապահովել։ Ստեղ երկու մասի կարելի է բաժանել նախընտրական process-ները, որը պետք է հանդիմությունը այնուամենայնիվ թվացial ինչեր է թվում, ասենք ինձ էլ մի շատ տարբեր տպավորություններ եմ ստանում, բայց այնուամենայնիվ յուրաքանչյուր քայլը պետք է շատ մտածված անի հանդիմությունը եւ այն տրամադրվածությունը չլինի, որ ամեն ինչ լավ է եւ Նիկոլ Փաշինյանը չունի մեծամասնություն, չունի այդ աջակցությունը եւ ամենայն հավանականությամբ հանդիմությունը հաղթելու է։ Ես այդպես չեմ կարծում, ես տեսնում եմ, որ իրականում այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը արել է, Նիկոլ Փաշինյանը թե մեր պետությանը ինչ վնաս է տվել, թե ինքը ով է, իր տեսակը ինչ է, այդ ինձ թվում է բոլորին է պարզ։ Այսինքն մի հատ դասել մեզ բոլորիս եղավ, որ այդ տեսակը լինելը դեռ չի նշանակում, որ ինքը չի կարող հավակնի եւ հնարավորություն չունենա։ Դրա համար մենակ բավարարելով նրանով, որ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ մեր երկրին վնասներ է տվել, այդ հողային, մարդկային, այդ իր ստերը, ծրագրերը չկատարել, այդ բավարար չի։ Դրա համար պետք է հանդիմությունը շատ հստակ մտածված յուրաքանչյուր քայլի վրա մտածի եւ նույնիսկ այդ դասական նախընտրական process-ները իմ կարծիքով այդքան էլ բավարար չեն բայց այնուամենայնիվ կա մի հատ երկրորդ խնդիր անկախ ցանկացած արդյունքից հունիսի 7-ին ես ասում հունիսի 7-ի երեկոյան կամ հունիսի 8-ի առավոտյան ինքը չի կամյալու չէ ասի գիտեք հաղթեց ընդդիմությունը որտեղ իր համար կոնկրետ ես անցել անգամ հաղորդման ժամանակ ասացի դա լավագույն դեպքում ցմա բանտարկություն է իրան սպասվում
ու հենց իր տված վկայությունների հիման վրա ուրիշ ոչ մեկի վկայությունների։ Իսկն մարդու համար այս դեպքում էլ իր համար գոյաբանական խնդիր։ Ինքը չի անելու, թե հիմա ինչ միջոցով կչեղարկի, կգնա ինչ որ ապստամբության, ինչ է, դա էլ չեմ կարող ասեմ։ Դրա համար ընդդիմության համար նաև երկրորդ կարևոր հարցը հունիսի 7-ի հետոյի քայլերն է։ Շատ ասենք կարող դու նախընտրական process շատ լավ անցնես, հունիսի 7-ից դու պարտվես։ Դրա համար այդ առումով է պետք է ինքը հստակ ծրագրավորված, պլանավորած, նախապես այդ ամեն ինչը մտածվի թե ոնց է արվելու, որպեսզի ինչի համար, որտեղ մեր համար շատ կարևոր է, որ երկրորդ մարտի 1 հանկարծ Հայաստանի Հանրապետություն չլինի, որտեղ պիտի տասնամյակներ մեր հասարակության վրա սպի է մնում, քաղաքական դաշտում է մնում եւ այս ամեն ինչը պետք է երբեք չկրկնվի։ Պարմանական է, քանի որ դուք ձեր կուսակցական անձնական ամբիցիաները մի կողմ եք դրել, ինչը հարգանքի արժանի է, այսինքն դա ձեզ պիտի թույլ տա նաև խորհուրդներ տալ կամ կարծիք արտահայտել ընդդիմադիր ուժերի գործողությունների վերաբերյալ։ Խնդրեմ, այստեղ ազատ ձեր գնահատականներն ասել, քանի որ արդեն ընտրական process-ի մասնակից չեք, ըստ էության, եւ պիտի ոնց որ ձեր քայլը նաև գնահատեն ընդդիմադիր ուժերը, հասկանան ձեր իրական մտահոգվածությունը եւ այդ խորհուրդները կամ կարծիքը ընդունեն որպես բարի ցանկություն կամ բարի խորհուրդ, խնդրեմ։ Ուրեմն ինչ պակաս եք տեսնում ընդդիմադիր ուժերի մոտ եւ ինչ ձեր գնահատմամբ ինչ պիտի անեն նույն հունիսի 7-ին 8-ի մասին որ խոսում եք ինչի պիտի պատրաստ լինեն։ Ուրեմն ես փորձեմ էլի զերծ մնալ ընդդիմադիր դաշտի դերակատարների, մանավանդ գլխավոր դերակատարների հետ կապված գնահատականներով կամ խնդիրները բացահայտելով, որովհետեւ այնուամենայնիվ այդ Նիկոլի Ջրաղացին ջուր լցնելն է։ Երկես խնդիրներ շատ եմ տեսնում, այդ ամեն ինչը Աստված տա շատ արդեն կարիքը չունենանք դրա ասելու, այդ այն դեպքում կլինի, որ ընդդիմությունը հաղթած լինի հունիսի 7-ից հետո, բայց եթե հանկարծ Աստված մի արածը, տեսեք, այս բառը պաշարվում ես ասում, Նիկոլը վերարտադրվի, ես կարանք մի հատ մեծ հաղորդման ժամանակ կետարկետ նշեմ բոլոր խնդիրները, բոլոր այն խնդիրները, որ ես նկատել եմ, ասում, որը զերծ է մնում մի բարձ պատճառով, քանի որ նախընտրական շրջանը այդ ջրաղացին ջուր լցնել է, բայց մի հատ ակնհայտ մի հատ խնդիր կա, թեթև կարող եմ ասել, որ ես նկատում եմ, դա իշխանությունը ունի ակնհայտ լիդեր, ակնհայտ, այդ Նիկոլ Փաշինյանն այնտեղ էլ երկրորդ տարբերակը չի քննարկում, տենց հաջորդ 10 տեղը ազատ են, որևէ 11-րդ տեղից մի ինչ որ սկսվում է ինչ որ մի բան, այ ընդդիմություն, ընդհանուր ընդդիմությունը այդ լիդերի հետ կապված խնդիր ունի։ Տեսեք, ասենք, մեր ձևովը մեր այդ ուժեղ Հայաստանը նշում է Սամվել Կարապետյանի, բայց ինքը եթերներից զրկված է։ Այսինքն այդ ժողովրդի հետ անմիջական կապը, ժողովրդի պետք է անմիջական կապը զգա։ Այդ անմիջական կապը չկա եւ այդ խնդիրը։ Մի գուցե իրանց թիմը փորձում է փոխանել, բայց այնուամենայնիվ չի լուծում։ Ռոբերտ Քոչարյանը ինքը ակնհայտ իր տեսակով լիդեր է, բայց քանի որ ժամանակին եղել է երկրի ղեկավար, որոշակի մարդիկ ինչ որ խնդիրներ են տեսել, բայց գնահատում են, տեսնում են, որ ինքը չէ, որ ամենակիչ անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է Քոչարյանի այս երկրում լինելը։ Իմ կարծիքով ես միշտ գնահատական ասել եմ, որ նախին ղեկավարները չպետք է եւս մեկ անգամ ղեկավար դառնան, բայց հասնում է մի փուլ, որ տեսնում ես անվտանգային խնդիրը այնքան կարևոր է, որ տեսնում ես եթե Քոչարյան լինի, հստակ կօգնի։ Բայց ասում եմ նախին այդ կուտակված որոշ խնդիրների հետ կապված մի հատ զանգվածի մոտ մենք պետքա ճիշտ ասենք, բացական վերաբերմունք կա, դրա համար ինքը իր տեսակով լիդեր, ասենք որ Քոչարյանն 30 տարեկան, ստե խոսք էլ չէր լինի, այսինքն, բայց այս փուլում արդեն ինքը համեն դեպս ընդդիմության լիդեր չի կարող դառնա։ Ու այդպես արդեն, այսինքն որպեսի իշխանությանը հաղթես, այդ աքսիոմա է, պետք է լինի իշխանությանը հակակշիռ ընդդիմադիր լիդեր։ Տեսեք, հələ դեռ չի ձևավորվել։ Հիմա մենք գնում ենք ուրիշ ճանապարհով, այս ընդդիմությանը։ Գնում ենք ցանցային, գնում ենք այդ փոքր, ասենք այդ Գյումրիի ճանապարհով, որ որոշակի կարա հաջողության հասնի, բայց ասում այստեղ շատ նուրբ, ասենք ամենօրյա աշխատանքա պետք, պլանավորված պետք է լինի, այսինքն հախուռն չի կարա լինի։ Այն դասական այդ նախընտրական շրջանը, որ գնում են տարբեր շրջաններ, մարդիկ մա ինֆորմացված են, քանի որ համացանցը կա, մարդիկ բոլորը տեղեկացված են, իսկ իշխանությունը ինչ արել, իշխանությունը շատ խելացի է գործում, այդ պետքա ճիշտ ասենք, հստակ այդ թոշակների ռեֆորմը, ապահովության ռեֆորմը, մի քիչ էս մենք կանդրադառնանք նաև այդ տնտեսական հետևանքներին իրանց ռեֆորմների, բայց այս պայծառությամբ մարդիկ դեռ շատ խորաթափան չեն բանանում այդ գնահատական տալիս, տեսնում որ 10,000 բարձրացավ, Հայաստանում գրեթե նպատակային, գրեթե բոլոր տեղերում շինարարություն է տեղի ունենում։ Գրեթե բոլոր տեղերում, չգիտեմ նկատել են թե չեն նկատել։ Պաշտպան դարձել է շմայսիաստած ասֆալտի գյադ են, ամեն տեղ ասֆալտ։ Ինչ որ մի բան անում են, գրեթե ամեն բակում, որ մտնեք, ինչ որ մի հատ մի բան այն կոպիցից բզբզում են, ինչ որ մի բան սարքում են։
Շատ լավ է, եթե իրականում կարողանում են սարքել, բայց այստեղ կա մի հատ մեծ բայց, այդ ամեն ինչը Հետո ով է որտեղից, փակվելու ինչ հաշիվը։ գումարով։ Տեսեք, մի հատ սահուն անցում կատարեմ, եթե թույլ եք տալիս, այդ որոշակի մեր տնտեսության վիճակի հետ կապված։ 2026 թվականի Հայաստանի բյուջեն ինչքան հիշում եմ, մոտ 9.6 միլիարդ դոլարի մոտ է, որից մոտ 1.3 միլիարդը մոտավոր թվեր եմ ասում, կարող եմ մի թեթև շեղվեմ, մոտ 1.3 միլիարդը դեֆիցիտ է, այսինքն ինչ որտեղից պետք է պարտք վերցնենք, մոտ 2.7 միլիարդը արտաքին պարտքի համար պետք է տանք, այսինքն 9.6-ից եթե մենք հանում ենք 2.7-ը, իհարկե 6.9 միլիարդ մնա, չէ՞, թե արտաքին պարտքը մենք ուզենք չուզենք պետք է տանք, այսինքն 9.6-ը դառավ մոտ 6.9, այդ 6.9-ից էլ 1.3-ը դեֆիցիտ է, դա դեֆիցիտ ասելով չեն թողելու, իհարկե միտեղից վերցնելու են, այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը նորից վերարտադրվում է, ինքը շատ լուրջ տնտեսական խնդիրների առաջ է կանգնելու, իսկ ինքը ինչ անելու, ինքը ինչպես միշտ այդ ամեն ինչը ուրիշի միջոցով եկող մարտահրավերներ։ Դրա հետ կապված էլ ընդհանրապես մենք մի հատ հաղորդում ունեցանք, այլ խոսք չկա, թե հանգարց իրականում տես բան լինի, արդեն ստեղ լրիվ ուրիշ ալնելու, այդ իր ամենավատ օրն ալնելու, վերընտրվելու օրը իր համար, որովհետև ասենք ինքը այդ ամեն ինչի տակից դուրս չի գալու, իհարկե դուրս չի գալու, այն իրան ընտրողները նույնիսկ ասենք առաջին իրանք են դրոշակը վերցած իրան դերից հեռացնելու, չգիտես ինչ միջոցով կհեռացնեն դերից, բայց այնուամենայնիվ մենք տնտեսական, այսինքն ամեն ինչին կա ինչ որ բառերով ինքը կարա մանիպուլացնի, ինչ որ պատասխաններ տա, բայց ֆինանսին չկա, փողը պիտի բերեսյո, հետո ինչ ալնելու, այսինքն հստակ ես վստահ ես կանխատեսում եմ ասում շատ շնորհակալ գործի, բայց վստահ կանխատեսում, եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը հարկային քաղաքական հարկ ավելանալու, չեմ կարող ասեմ ինչ հարկ, ընդհանուր քաղաքացիական վերցնեմ եկամտարկը իջացնեմ, բայց եկամտարկը ընդհանուր բյուջեի մեր հարկային եկամուտների մեջ քիչ տոկոսական ինչ որ հարկեր ավելանալու է, միանշանակ մեծ թվով պարտքեր ենք վերցնելու, միանշանակ բոլոր հիմնարկները կամ մեծ մասը հիմնարկների հարկային մարմինների կողմից տերորի են ենթարկվելու, հիմա էլ են ենթարկվում որոշակի, բայց հիմա այնուամենայնիվ նախընտրական շրջան է, այդ աշճանի չի, ամբողջությամբ փոխվելու է, դրա համար զուտ մաթեմատիկան հաշվարկով, եթե մեր ժողովրդին այս ընդդիմությունը այս նաև անցնենք, թե ընդդիմությունը ինչ պետք է անի, պետք է նաև sense բաներ ներկայացնի, կարճ մաթեմատիկա է, մարդիկ չգիտեն, չէ, ասի է գիտեք, ասենք, այդ բաց աղբյուրներում կա, ասենք, բյուջեն ինչքան է, իր դեֆիցիտը ինչքան է, իր արտաքին պարտքը սպասարկելու գումարն ինչքան է, այսինքն այս կարճաժամկետ մի հատ մենք process ենք լուծում, բոլորը ողջորված են, մեկը թոշակի 10,000-ով, մեկը առողջապահության ապահովագրությունով, նույն առողջապահության ապահովագրությունը ինչ է, մոտարապես իրանք 200 միլիարդն են, չէ, տալիս այդ ֆոնդի գումարը այդքան է, ես ինչքան գիտեմ էլի, մի քիչ կարող պլյուս մինուս լինի, ոնց որ մինուս նույնիսկ բայց մեր առողջապահության պահանջարկը այդպես տարբեր գնահատականներով 600-700 միլիարդ է։ Եթե համարենք նույնիսկ այսքան ամբողջ բնակչությունը մեր Հայաստանի Հանրապետության առողջապահության վրա 26 թվականին ամբողջությամբ դեղերով, ծառայությունով ծախսել է մոտ 600-700 միլիարդ։ Այսինքն եթե տալիս է ապահովությունը ապահովում է 200, այսինքն ինքը 33%-ն է ապահովում, 66%-ը, չէ, մնաց էլի այսինքն բանը քաղաքացու վրա։ Իսկ առողջապահության համակարգերը, երբ որ որոշում ես գնահատես, ասենք հիմա ես եւ դուք որոշենք ինչ որ երկրի առողջապահության համակարգ գնահատենք, դա այնտեղ հասանելիություն կա, մատչելիություն մնացածը, բայց շատ կարևոր ցուցանիշ է, թե իր գրպանից տենց է կոչվում է։ Այսինքն ժողովուրդը իր գրպանից ինչքան է ծախսում առողջապահության վրա։ Հիմա ամենապարզ մաթեմատիկա է, մոտ 66% ամենակիչը ծախսվում է։ Էլ չեմ ասում դեռ ստվերային շրջանառությունը, որ վխտում է առողջապահության համակարգում, իսկ որակի մասին, որակ ասացի, այսինքն մեր բուժարները ինչ որակի բուժծառայություն են ստանում։ Ուղղակի կա համեմատություն աշխարհում զարգացած երկրներում դե խնդիր կա հասանելիության հետ կապված, մեր մոտ այդ առումով ավելի լավ է վիճակը, այդ ի սկզբ միշտ է եղել։ Սովետական միությունից եղել է, մարդը ուզել է հիվանդի գնա, մի օրվա մեջ գնացել է գրեթե, 1-2 օրվա մեջ։ Իսկ նույնչի մենք ենք ստեղծել։ Այդ նույնը զարգացած երկրներում կարող ուզենաս 2 ամիս հետո գնաս։ Այդ առումով մենք առողջապահության համակարգը լավ վիճակում է գտնվում, բայց կոնկրետ որակի տեսանկյունից, այսինքն ինչ տիպի բուժծառայություն է ստանում, այդ բուժծառայությունը քեզ պետք էր թե պետք չէր, իսկ առողջապահության այդ ապահովությունը այդ մենակ ներդնելով չի։ Կարող դու վերջում դուրս գա ծառայությունը կեսը պետք չէր մատուցելու, որովհետև ես ասել եմ բանը, այդ հիվանդանոցը, բուժ հիմնարկը եւ բուժանձնակազմը, բժիշկը շահառու են, իրանք երկուսն էլ ուզում են ծառայությունը մատուցվի։
Իսկ հակառակ կողմը ինքը գիտե ինքն էլ չի պատկերացնում, ինքը մասնագետ չի։ Պետքա թե պետք չի։ Այսինքն այստեղ այդ այսինքն մենք լուծում ենք ինչ ենք արվում։ Նիկոլ Փաշինյանը իրականում ասում շատ տես մտածված, նպատակային շատ, ինքը իր համար շատ ճիշտ քայլեր արել, մի աթոռը պահելու։ Ինքը քայլեր արել, որ այս բանը լուծում ա տալ, ինքը դեն չի կարողանալու շարունակի։ Այդ հաստատ եմ ասում, անհնար է։ Նույն բուժիմներով անգամ այս մեր հարցազրույցը հետո կկտրտենք, եթե Աստված ոչ անի ինքը վերարտադրվի սենս լինի, ինքը այդ նույն բուժ հիմնարկներից բազմաթիվ տուգանքների եւ մնացածի միջոցով գումարների մի մասը հետ են վերցնելու։ Հիմա փաստորեն ըստ եղած տեղեկությունները, այսինքն անհրաժեշտ 700 միլիարդի 700 մոտ 600-ից 700 խեմ ասում, տես տեսեք 100 միլիարդ են տալիս։ 100 միլիարդը տես փոքր գումար չի, բայց ինքը հստակ գնահատման, քանի որ ձևը շատ դժվար է, այսինքն քանի որ մեր մոտ 600 միլիարդ։ Հա, ասենք վերցնենք 600 միլիարդ, պետություն տալիս է 200։ Ծախսվում է պետք չէ, դի 100%։ 26 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները առողջապահության վրա ծախսել են 600 միլիարդ։ Դրա մեջ մտնում է թե դեղերը, թե ծառայությունները։ Առողջապահական ֆոնդը որ կա, հիմնադրամը որ կա, ապահովության հիմնադրամը, ինքը մոտարպես 200 միլիարդներ է ծախսում։ Ընտրություններից հետո 400 միլիարդի հարցը առնվազն պիտի լուծի։ Չէ, հիմա էլ են մարդիկ իրենց գրպանից ծախսում։ Հիմա այս ապահովությունը իրականում մտածեք մարդիկ կարան լսեն ու սկսեն իրանց ինչ երեք խոսում շատ լավ է։ Իհարկե շատ լավ է։ Ապահովություն ներդնելը ոչ ոք չի կարող ասի, դա մի քանի քայլ առաջ է, բայց ապահովությունը ինքնանպատակ ընտրությունների համար ներդնել լրիվ ուրիշ է, այ ապահովությունը իրական ներդնելը ուրիշ է։ Եվ հիմա օգտվում են միմայն այն մարդիկ, ու մենք շատ ուրախ ենք, որ օգտվում են, ովքեր որ տարբերակ չունեին բուժվելու որոշակի գումարով իրենց կյանքը, այսինքն մարդիկ մահանում էին չբուժվելու պատճառով, հիմա ասենք կան իհարկե մարդիկ, որոնք բան են անում, չեն մահանում, այսինքն գնում են այդ սրտի վիրահատություններ 3 միլիոն, 4 միլիոն տես որոշակի արդեն կյանքի հետ կապված, իհարկե շատ ուրախ ենք, այդ ինչը լավն է, պետք է ասես լավ է, բայց այդ ասենք այդ ամբողջ process-ի, ասենք մոտարապես, ասենք 5-10%-ն է։ Այն 90%-ը արդեն լրիվ ուրիշ խնդիրներ են, լրիվ ուրիշ աշխատանք հարկավոր, ուրիշ համակարգապետ ստեղծել։ Իսկ եթե ասում ուզում ենք մենք առողջապահությունը գնահատենք ցանկացած մի հատ երկրի աշխարհում, շատ կարևոր է թե իր գրպանից ինչքան է գումար ծախսում, ասենք եթե այդ իր գրպանից ծախսվելու գումարը ասենք 20%-ա, 15%-ա, այդ արդեն լավ առողջապահության համակարգ։ Իսկ մեր մոտ ամենանուրբ հաշվարկով եմ ասում, մոտարպես 66% ծախսվում է իր գրպանից։ Ծախսվելու է իր գրպանից։ Պետությունը ապահովությունը փակել է 33%-ը։ Շատ լավ, մենք խոսեցինք բյուջեի մասին, տնտեսական սպասվող խնդիրների մասին, իրականում հետաքրքիր է, որ ես դեռ չեմ լսել, որ ֆոկուսը սրա վրա պահեն, ինչը պետք է, որովհետև այդ 2.7 միլիարդը, որ պիտի վերադարձվի, հա, արտաքին պարտքը 1.3 միլիարդը, որ պակաս է, հա, 1.3-1.4 միլիարդ պիտի վերցվի, այսինքն նոր պարկ պիտի վերցվի, ինչը ցույց է տալիս, որ այո, եւ Պուտինի հետ հանդիպան ժամանակ երբ ՌԴ նախագահ նախանշեց, թե ինչ է սպասվում, եթե Հայաստանը միանում է թշնամական ճամբարին, կարելի ասել իրականում Փաշինյանի վերընտրվելը առաջին հերթին իր համար դժոխք է լինելու։ Իհարկե, այսինքն այս իր համար դեռ երազելի օրեր են, այդ մինչև հունիսի 7-ը, եթե համարենք վերընտրվելու է։ Այս ամենակյանքի լավագույն օրերն է իրա, դրանից հետո լրիվ կյանքի ամբողջությամբ, եթե վերընտրվի փոխվելու է, որովհետև այդ ամեն ինչ այդ պատասխանատվությունը վերցնելը այս ֆինանսական վիճակում իրեն տանելու է այն քայլերին, որը այդ իր եղած ռեյտինգը կրկնակի երակի տեսնում ենք, որ ահագին մարդիկ կան, որ ուղղակի նայում են այդ տնտեսական կարճաժամկետ հարցեր են իրանք դիտարկում, դրանով են իրանք ընտրությունը կատարվելու, այդ տիպի մարդիկ շատ արագ է իրանք կողմնորոշումը փոխում են, շատ արագ, ինչպես շատ արագ սիրում են, այնպես էլ շատ արագ փողը կա, կողմնորոշումը կա, չկա, վերացան։ Դե ինքը Նիկոլ Փաշինյանը այտենց էլի մի հանճարեղ մի հատ նորամուծություն արեց քաղաքական դաշտում, այդ որ ասում են նախկին ժամանակում այդ ընտրակաշառք էին տալիս բան, ես իմ գնահատական ուղղ ասեմ, ես համարում որ իհարկե եղել է այդ ամեն ինչը, այդ ամեն ինչը խնդիրների է բերել։ Համարելը որն է, դա աչքերից առաջ է, չենք կարող այդ պահենք, այսինքն այդ ամեն ինչը եղել է, բայց Նիկոլ Փաշինյանը եկավ, ասաց դուք լրիվ ներողություն եմ խնդրում այդ նախկիններից, ապացուցեց, որ նրանք այդքան էլ խելացի չեն եղել եւ ավելի խելացի ձև կա, ընտրակաշառքը կարելի է բյուջեի հաշվին տալ, խեք իրանք իրենց հաշվին էին տալիս, ինքս էս բյուջեի հաշվին ընտրակաշառքներ տալ, ավելի շատ խելացի, ավելի, այսինքն մի քանի level էլի փոխեց էլի այդ կայքը։ Սա այո, նորամուծություն արեց, այսինքն հաջորդ իշխանությունները կտենան, որ կասեն, չէ, ցանկացած դեպքում այն հին ձևերը ժողովուրդը չի էլ ընկալում, դա քո դիմացա, քո դեմա պատտվում, բայց կա ավելի մի հատ տենց Նիկոլ Փաշինյանի նորամուծությունը։ Եթե Փաշինյանը այսպես շարունակի, ընդհանրապես մարդկանց կստիպի, որ իրենց ընտրակաշառք վճարեն ԿՊ-ի փոխարեն։ Լավ, գալիս ենք նաև մեր զրույցի եզրահանգմանը,
Մենք լսում ենք ընդդիմությանը եւ ես ուրախ եմ որ դուք այդ մտքի կրողն եք, որ հունիսի 8-ից հետո անկախ արդյունքից Հայաստանում կյանքը չի ավարտվելու եւ մենք պիտի շարունակենք ապրել այս երկրում եւ ընդդիմության հաղթանակի դեպքում եւ Աստված մի արասցե Փաշինյանի հաղթանակի դեպքում ինչը հարցումների հիման վրա շատ քիչ հավանական է համարում Իրական որ չեն, ասեք ընդդիմությունը այս ամեն ինչ ուսումնասիրելով պետք է այդ մանավանդ ընդդիմության լիդերները նախ շատ պատասխանատու վերաբերվի, որ իրենք են ընդդիմության լիդերները։ Մի քիչ շեղվելով ձեր հարցից, եւ ինքը տանի նրան, որ անպայման ընդդիմությունը հաղթի։ Այդ ուղղակի ընդդիմություն չի։ Տեսեք, հիմա ես չեմ ասում իմ արարքի մի չնչին մի փոքր բան է, ավելի շատ ես գնահատել եմ, որ անցողիկ շեմի խնդիր կա, չեմ ինչ-որ մանդատի համար չեմ գնացել այս կոմենկոմ եւ չեմ ուզեցել խանգարեմ այդ ընդդիմադիր ընդհանուր տրամադրվածությունի հակառակ չեմ ուզեցել գնալ եւ չենք մասնակցում ուղղակիորեն չենք մասնակցում բայց ընդդիմադիր բազմաթիվ մարդիկ կան որ իրենք ոչ մի շարժման մեջ չեն ոչ մի կուսակցության մեջ չեն իրենք սպասելիք ունեն այնց է որ կարող շատ չեն էլ հավանում ընդդիմադիր հիմիկվա առաջնորդներին կամ այդ ուժերին բայց իրանք այնուամենայնիվ տեսնում են որ ինչ խնդիր առաջացնում Նիկոլ Փաշինյանը մտածում են որ Նիկոլ Փաշինյանը չպետք է վերանդրվի այդ բոլոր պատասխանատվությունը իմ անգլում ընդդիմադիր այդ առանցքային ուժերի վրա իրենք այդ դրան պիտի պատասխանատու վերաբերվեն բայց գոնե այդպես տրամադրություն ունեցող մարդկանց պետք է ասել գնացեք ընտրության հետո ակնկալիք ունեցեք Ես կարծում գնալու են այդքան մտածող մարդը արդեն գնալու է հաստատ ընտրության բացի այդ այսինքն դրանից եւս մեկ անցում ընդդիմությունը պիտի շատ պատասխանատու վերաբերվի այդ ամեն ինչին որպեսզի հանգարց մարդկանց եւս մեկ անգամ չի հաստափեցնի այսինքն հանգարց մարդիկ չտեսնեն որ գիտեք Նիկոլ Փաշինյանը մեկ կարա վերընտրվի Եթե չվերաբերվեց պատասխանատու ինքը ամեն անգամ նորից վերընտրվելով ես այս տնտեսական բաները կանխացնելով ինքը դրան կարող ինչ որ լուծումներ գտնի իր այդ մեր համար թշնամի իր համար բարեկամ պետություններ իրան վարկով փող տան հետո վերջում վարկերը որ շատ ինչ որ մի բան վերցնում են դրա տեղ այսինքն ինքը որոշ լուծումներ կարա գտնի այնուամենայնիվ երկրի ղեկավարը կա ինչ որ տարբեր ֆոնդեր պարտվեցնել միշտ հնարավոր է աշխարհում շատ երկրներ կան դրա համար Կարած սրանց որոշակի լուծումներ տա պարտվերցնելով, բայց ընդդիմությունը ասում շատ պետք է պատասխանատու վերաբերվի այս ամեն ինչին եւ կետարկետ գնա։ Իսկ հունիսի 7-ից հետո իհարկե կյանքը շարունակվում է եւ եթե Աստված հաջողի ընդդիմությունը հաղթի, պետք է բոլոր սխալները ուսումնասիրի, բոլոր սխալները։ Այսինքն կետ համար մեկ ինչ պետք է անի ցանկացած հաղթող ուժ կամ ցանկացած հաջորդ երկրի ղեկավարի ապովի հասարակության միասնությունը Հասարակության մեջ իհարկե միշտ կարելի է պիտակավորել անունել, ինձ պիտակավորել, ձեզ պիտակավորել, մենք էս ենք, ինչ կանք Եվ այդ պիտակավորելով քեզանից հեռվացնես քանդես հասարակությունը դա բերում է վատ տեղ է բերում ինչը որ արել է Նիկոլ Փաշինյանը մի մասը նպատակադրված մի մասը տենց հախուռն այդ օր առավոտը զարթնելա ինչ որ մարդկանց էլի պիտակավորել առանձնացրել հասարակությունից ինքը պետք է առաջի հերթին հասարակությունը համախմբի երկրորդ հերթին պետք է հասարակության մեջ ղեկավար պաշտոններ զբաղեցնեն իրենց հասարակության մեջի ուժեղները անկախ նրանից ինքը քո կուսակցությունից է թե չէ Որտեւ այդ ուժեղներն են որ կարան երկիրը առաջ տանեն բարձրացնեն եթե քեզ կառավարում են միջակներ ուրեմն միջակ երկիրը դառնում է սկսում է երկիրը իջնել Այսինքն այս բոլոր սխալները անվտանգային խնդիրները ինքը պետքա կետերով հաջորդ երկրի ղեկավարը կետերով գրվի ինքը ինչ պետք է անի ստրատեգիական միգուցե մի հատ կառույց ստեղծի որը մեր ստրատեգիական զարգացման պլանը մշակի որտեղ դա մի հոգու զարգացման մի հոգու մշակման չի տարբեր ինֆորմացիաներ հավաքվելով աշխարհից ու դա պետք է այդ կենտրոնը անդադ խորհրդատվություն տա երկրի ղեկավարին եւ ուղղությունները նախանշի այսինքն որ չլինի անձնավորված հիմա մեր երկրում ամենամեծ խնդիրներից նաեւ մեկը որն է որը ասենք լիքը որոշումներ այդ պայն է կայացվում առավոտյան տենց չգիտես առաջօրը ինչ որ գինարբուկի մեջ ա եղել ինչ ա եղել կամ տարբեր այդպես որոշումներ ա կայացվում այսինքն ստրատեգիական պլան պետքա լինի որի միջոցով հստակ պետքա գնի հաշվարկված ու եթե հիմա Բորիսը ունի այդ պոտենցիալը այսինչ կետում մեզ օգնելու պետքա մենք Բորիսին խնդրենք որ ինքը այդ կետում օգնի դա պետության շահն է դա Ու սենց, այսինքն ընդդիմության հաջորդ ղեկավարը, որը հաջորդ է ղեկավարի երկիրը, ինքը պետք է բոլոր սխալները անի։ Դե չէ կարանք ունենանք նորից մի հատ եւս մեկ Նիկոլ, իսկ եւս մեկ Նիկոլը, եւս նոր տարածքների թույլ տալիս է նոր Նիկոլում։ Եվս նոր տարածքների կորուստա, որտեղ ասենք Ադրբեջանը այնտեղ ամեն ինչը պատրաստ սպասում է։ Ինքը մի քանի պլանների հստակ եմ ասում, պատրաստ է։ Թե Նիկոլի վերընտրվելու պլան ունի, թե Նիկոլի չվերընտրվելու պլան ունի, թե որի ժամանակ ինչա վերցնելու, ոնց է վերցնելու։
Դրա համար Եթե թույլ տվացող լինի։ Իհետ եմ ասում, դրա համար այդ հաջորդ երկի ղեկավար, ով որ ինքը դառնալու է ինքին պատկերացնում է շանսուն, ինքը շատ տես շատ մտածված, կետարկետ գնանք, այսինքն չունենանք դևս մեկն ինքոլ ունենանք երկի ղեկավար, որ հասարակությունը կմիավորի, ուժեղներին կտանի, երկիրը կառավարեն, կխնդրի, որ օգնեն երկրին, երկիրը այսինքն մեր իրական արդեն նորից դաշնակիցներ կունենանք, մենք հիմա որ աշխարհում նայում ենք որ ասում է չունենք, այդ լավ բան չի էլի, որ ինքը ուրախ ասում է չունենք, ասենք չգիտեմ, Ռուսաստանի Դաշնությունը մեզ չօգնեց, մյուսը չօգնեց, ոչ մեկ չօգնեց։ Այդ ոնց որ մի հատ մարդ լինի, որ հպարտանա, որ ընկեր չունի, հա, դες իր տասցին, ասենք, ու ասի բան, դա տենց է, որ դա ինձ ծեծում են, որտեվ ես անդադ ընկեր չունեմ։ Ասենք, այ ընկեր ջան, ուրեմն մի բան է քեզանից չէ, չէ՞ դու ընկեր չունես։ Միքայել Սրբազանը լավ միտք ունի այդ իմաստով, ասում է, գուցե մենք էլ լավ ընկեր չենք, որ լավ ընկեր չունենք, որտեվ Դե իհարկե, լավ ընկերը միշտ լավ ընկեր ունենում է, լավ դաշնակիցը լավ դաշնակից կգտնի, եթե դու Դա չպետք է այդ առանձնացնել ինչ որ ասենք կոնկրետ կենտրոններ, ասենք հիմա Հայաստանում իշ կա այդտենց այդ հակառուսական այդ process-ը կա, հա, որ ասում են ինչ որ ռուսներին ա բերում, մեկը կասում, այդ մի օր մենք նստած ընկերներով խոսում ենք, էլի տես մի հատ միտք առաջացա, որ էս իրանց տրամաբանության մեջ եղեք մենակ ռուսներին թշնամի համարում։ Տո Ամերիկային էլ համարեք, տո Անգլիային, տո ճապոնացիներին, այսինքն դա բան է, էլի տես ինչ որ հասարակության մեջ մի հատ խմբի մոտ տես հասարակական փսիխոզ է արդեն, հա, ինչ որ խանգարում է, օքե խանգարման վիրավիճակ է առաջացել, որ տես ու տանում բերում ուժեղներին են թշնամի համարում։ հասարակության այդ շերտը նման է այն հավերին, որոնք ուզում են ջայլամից զուացել։ Վերջում համապատասխան տեղը պարտվում է հայտարարենք։ Շնորհակալ եմ Արմանիկյան, այդ քեզնից համար։ Դեռ կհանդիպենք, ընտրական process-ը նաև թեժանում է, այդտեղ նաև ձեր գնահատականները կլսենք։ Ես շնորհում դրուցում եմ Հայկական ճանապարհ կուսակցության հիմնադիր եւ ղեկավար Նարեկ Մանուկյանից, տեսություն կհանդիպենք։